Արմավիրի մարզի Հայանիս գյուղում նկարանված այս կադրերը քննարկումների մեծ առիթ են դարձել։ Տեսանյութում երևում են զրահաբաճկոններ, որոնք ըստ նախնական տեղեկությունների առնչվում են 44-օրյա պատերազմի ժամանակին։ Կադրերից պարզ է դառնում, դրանք հայտնվել են բաց տարածքում եւ թողնված են անտեր վիճակում, թեև արտաքինից պահպանված են։ Զրահաբաճկոնների վրա առկա Property Donated by the People of the United States of America գրառումը վկայում է, որ դրանք ԱՄՆ-ից տրամադրված մարդասիրական օգնություն է։ Տեսանյութը նկարահանած քաղաքացին պնդում է, այս պարագաները նախատեսված են եղել զինծառայողների համար, սակայն անհայտ պատճառներով այդպես էլ չեն հասել իրենց հասցեատերերին։ Իմ պատկերացումով սա Ամերիկայից կամ Սփյուռքից եկած օգնությունն է պատերազմի ժամանակ Հայաստանին։ Դուք պատկերացրեք, այս իմ կարծիքն է, չեմ ասում որևէ մեկը ասեց, բայց այդ կարծիքս կարա եւ իրականություն լինի, հեսա չգիտեմ ինչա գրած, նայեք պատկերացումը կազմեք, ժողովուրդ ջան։ Ուշագրավ է նաև, որ տուփերի վրա երևում է հայկական Կարմիր խաչի ընկերության տարբերանշանը, ինչից կարող ենք ենթադրել, որ օգնության բաշխման գործընթացում ներգրաված է եղել նաև այս կառույցը։ Թեմայի առնչությամբ Եվրոմեդիան զրուցել է հայկական Կարմիր խաչի ընկերության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Արտուր Հովանեսյանի հետ։ Ուրեմն գույքը տրամադրվել է ազգային ընկերությանը սրանից դեռ 25 տարի առաջ ներքին օգտագործման համար, այսինքն որը պետք է որպես իբրև համազգեստ կիրառվի կամավորների եւ աշխատակիցների համար։ Դուք հաստատ համոզված եմ ազգային ընկերության կամավորներին եւ աշխատակիցներին հաճախ եք հանդիպում տարբեր մանավանդ մասսայական միջոցառումների ժամանակ իրենց կարմիր գույնի համազգեստով, բայց քանի որ գույքը նվիրվել է այլ գործընկերների դոնորների կողմից 25 տարի առաջ եւ թե գունային թե որակական իմաստով, թե նաեւ գաղափարական իմաստով, որը շարժման գաղափարախոսությունը դեմ ավելի մոտ է եղել զինվորական համազգեստին, չի կիրառվել։ Իսկ նման պարագաներում ազգային ընկերությունը դա ինչ որ մեկի, ինչ որ զինվորական կազմակերպության, բանակին եւ այլ նվիրելու իրավունք չունի։ Դա մեր սկզբունքներին դեմ է, մեր 7 սկզբունքների խախտում կլինի շատ կոպիտ, որովհետեւ մենք երբեք չենք կարող սատար լինել որևէ զենք կրող անձանց, միջազգային մարդասիրական իրավունքի խախտումը եւ 25 տարի մնալով պահեստում ուղղակի բնականաբար մենք էլ չենք կարող կրել այդ համազգեստը։ Իսկապես նման է, բավականին նման է ինչ-որ զինվորական համազգեստի։ Մենք եւս չենք կարող կրել այդ համազգեստը եւ նաեւ մեր կամավորները նույնպես 25 տարի մնալով այնտեղ ինձ բավականին մավշել էր, հնացել էր եւ եղավ այն շրջանը, որ պետքա այդ գույքը խոտանվի։ Խոտանող աշխատակազմի թերացումն է եղել, սանիտարական մաքրումը սխալ հետևանքն է եղել, որ այդտեղ տարել լցրել են եւ դրա համար համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվել, 2 հոգի ազատվել է աշխատանքից, ոմանք նկատողություններ են ստացել եւ շատ քիչ նկատողություններ են ստացել, բայց ընդհանուր գույքը պատկանել է ազգային ընկերությանը որևէ հաստատության, զինված ուժերի կամ չգիտեմ փրկարար ծառայության եւ այլ որևէ պետական գերատեսչություն չի պատկանել։ Իսկ երբ է խոտանվել։ Ենթադրում եմ 3 պետք է եղած լինի։ Տեսանյութը այսպես հրապարական ծանծիկ նշում են, որ դա հենց 44 օրյա ժամանակ ոսպես օգնություն ուղարկված Միացյալ Նահանգների ուղարկված, եկեք միացք։ Դե այնտեղ նշում է, ասում են, որ պիտակների վրա հստակ նշված է, որ Միացյալ Նահանգների այդպես Միացյալ Նահանգները դա տրամադրել է, եթե պիտակա Միացյալ Նահանգները, դա միայն Միացյալ Նահանգները չէ, այնտեղ կա նաև IFRC, այսինքն Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի լոգոտիպը, եւ դրա միայն Ամերիկայի Միացյալ Նահանգներ չի, ու նորից եմ ասում, դա տրամադրվել է մեզ 25 տարի առաջ, մեզ է տրամադրվել, հասկանում եք, ոչ թե պետությանը, ոչ թե Կարմիր խաչին։ Այո, տրամադրվել է հայկական Կարմիր խաչի ընկերությանը, հայկական Կարմիր խաչի ընկերությունն էլ անհամապատասխանության պատճառով չի օգտագործել 25 տարի պահեստում պահելը, հիմա որոշել է, որ պետք է ընդամենը դեն նետի։ Թե 44 օրյա պատերազմը ընդհանրապես կապ չունի, եւ ասեմ ավելին, եթե պատերազմական գործողության ժամանակ մենք ուղիղ որևէ, դա մեր ընդհանրապես աշխարհի բոլոր Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկների սկզբունքներին դեմ է, որևէ բանակի, զորքի ուղիղ օգնություն բացառվում է։ Մեր օգնությունը բացառապես կարող է լինել պատերազմի հետևանքով դժվար խաղաղ բնակչությանը ուղղվելիք օգնություն, որը գերակշռ մասը լինում է իհարկե սննդի տեսքում, ինչ որտեղ եթե արձանագրենք փաստ, որ որևէ չենք խոսում հայկականի մասին, որևէ Կարմիր խաչի ընկերություն կարող է որևէ բանակի համազգեստ տրամադրել կամ չտրամադրել թեկուս, նման բան Կարմիր խաչերի առաքելության մեջ բացառվում է, եթե տենց կազմակերպություն կա, դա համարվում է օգտատերություն եւ այդ կազմակերպությունը զրկվում է իր անդամակցությունից։